Նախընտրական փուլում իշխանությունները փորձում են հնարավորինս շատ գրելիշ ապահովել մի կողմից իրավապահ մարմնի ձայնագրությունների ու կասկածելի քրեական գործերի, մյուս կողմից տարաբնույթ խնջույքների միջոցով։ Դժվար է հիշել, թե վերջին անգամ երբ էր Հանրապետության հրապարակում նման լայնամասշտաբ միջոցառում կազմակերպվել մայիսի 1-ի կապակցությամբ, այն էլ իշխանավորների մասնակցությամբ։ Առջևում ընտրություններն են ու պաշտոնյաները շտապել էին հրապարակ։ Աշխատավորի օրվա առթիվ կազմակերպվող միջոցառումների կազմակերպիչը եղել է Domino Productions սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը հիմնականում կազմակերպում է իշխանությունների համար նախընտրելի միջոցառումները։ Հիշեցնենք, որ նույն ընկերությունն էր կազմակերպել նաև Քաղաքացու օրվան նվիրված համերգը Viva-Ro-ի Վիգենի աջակցությամբ։ Այս անգամ սակայն գաղտնի է ֆինանսավորման աղբյուրը, սակայն հայտնի է, որ այսպես կոչված մասովկայի ապահովումը դրվել է մի քանի գործարարի վրա, մասնավորապես Խաչատուր Սուքիասյանին առնչվող Fly One և Seal Insurance, Նորայր Մարտիրոսյանին պատկանող Հոմպլեքս Հիպերմոլի, Աշոտ Արսենյանի Ջերմուկ Գրուպ, Վիգեն Բադալյանի Fast Bank, ինչպես նաև Grand Candy ընկերությունների վրա։ Որոշակի մասնակցություն է ունեցել նաև Երեմյաններ ընկերությունը։ Միջոցառման ընթացքում ելույթ կունենան մի շարք հայ արտիստներ, այդ թվում Սրփուկը, Սարո Գևորգյանը և Արամեն Պետրին, իսկ որպես պատվավոր հյուր հրապարակավ շրջել է Նիկոլ Փաշինյանը ՊՊՑ-ի ուժեղացված հսկողությամբ ու ՔՊ-ական պատգամավորների նախարարների ուղեկցությամբ։